Ապովյան խոշորացված համայնքի Կամարիսի սիրելի բնակիչներ, ողջունում եմ բոլորիդ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ժողովուրդ համոզված եմ, բոլորդ հիշում եք, թե 2020 թվականից ինչքան էր մեր ընդդիմությունը ասում, որ ես միջանցք եմ խոստացել, միջանցք եմ տալիս եմ, միջանցք պետք է տամ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք անընդհատ դա հերքում ենք, տարբեր բոլոր հնարավոր եղանակներով, ասելով, որ մենք ընդհակառակը բացառում ենք միջանցքային որևէ տրամաբանություն, միևնույն ժամանակ ոչ միայն կողմ լինելով, ապա շրջափակման այլև շահագրգռված լինելով դրանով։ Ինչու եմ այսօր այս թեման նորից բացում, որովհետև միջանցքի թեման այլևս անվերադարձ փակված է, որտեղ երեք Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախաստորագրեցին թրիփի վերաբերյալ միջպետական համաձայնագրի շրջանակային համաձայնագիրը նախաստորագրեցին, որը առաջիկայում կստորագրվի եւ կվավերացվի, որտեղ հստակ արձանագրված է, որ թրիփ նախագծի բոլոր իրականացման բոլոր հատվածների վրա Հայաստանի Հանրապետությունը պահպանում է ամբողջական լիարժեք ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն։ Եվ հետևաբար միջանցքի թեման առավել փակված է ոչ միայն, այլև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց այլևս չկա, թեկուզ տեսականորեն։ Եվ նաև սրանք գումարենք 2024 թվականին ստորագրված եւ վավերացված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը եւ պատկերը ամբողջական կլինի։ Բայց արագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ 90-ականների սկզբից, երբ որ մոնել էին 90-ականների բացենք, անընդհատ ինչ-որ թեմա եղել, որը պայմանականորեն անվանել են Գոբլի ծրագիր, չգիտեմ 99 թվականին Մեղրի թեմա եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ նաեւ այս համատեքստում է, որ ես ասում եմ, որ իրականում Ղարաբաղի հարց վաղուց լուծված է եղել եւ Ղարաբաղի ժողովրդին այդ թվում Ղարաբաղում պատանդ են տահել, այդ թվում Լաչինի միջանցքի թեմայով Մեղրի միջանցք ստանալու համար։ Բայց ես եւ մեր քաղաքական թիմը թույլ չենք տվել դա։ Այդ մարդիկ Մեղրի համար իշխանափոխություն են արել, Մեղրի համար 1999 թվականի հոկտեմբերի 27 են արել, Մեղրի տարբերակը քննարկվել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, որը հրապարակված է հիմա, այլ գաղտնիք չկա։ Եվ այդ Մեղրին տվողների բոլոր պլանները մենք խափանել ենք եւ այսօր Մեղրին անվտանգական երբևէ ոչ միայն Մեղրին անվտանգա, այլև Հայաստանի Հանրապետությունը խաղաղության փակուղուց վերահացվում, ներողություն, պատերազմի փակուղուց վերահացվում խաղաղության խաչմերուկի եւ սա ամենամեծ արձագանք ճիշտ գնահատանքը սովորաբար շուկան է տալիս։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի մարզում անշարժ գույքի գները շուրջ 30% բարձրացել են։ Երեկվա թղթի ստորագրումից հետո ելու են բարձրանալու, որովհետև մարդիկ հասկացել են, որ Սյունիքի հետ կապված այն հարցերը, որ ոմանք ուզեցել են բերեն մեյդան, մենք դա թույլ չենք տվել եւ անվերադարձ փակել ենք։ Սա շատ մեծ իրադարձություն է, որովհետև սրանով նաեւ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է շրջափակումը, Հայաստանով գնացքներ են անցնելու, Հայաստանով մեքենաներ են անցնելու, Հայաստանը դառնալու է տրանզիտային երկիր եւ դառնում է, եւ հիմա աշխարհը Հայաստանին նայում է այլ կերպ,
աշխարհը Հայաստանին նայում է որպես արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհը եւ սա հսկայական մեծ կապիտալ է Հայաստանի Հանրապետության համար, սա մեծ արժեք է եւ անվտանգության մեծ երաշխիք է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ երբ որ այդ ապրանքները արևելքից արևմուտք հոսում են, բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ այդ ճանապարհը խաղաղ լինի եւ բաց, որովհետեւ մեծ երկրները այդ ճանապարհով արտահանելու են եւ ներմուծելու են եւ այդ ճանապարհի փակումը, որը կարող տեղի ունենա միայն պատերազմի եւ էսկալացիայի պատճառով, միլիարդների վնաս է բերելու այդ երկրներին, ներքաղաքական պրոբլեմներ է բերելու այդ երկրներին եւ հետեւաբար մենք հասել ենք մի կետի, կարողացել ենք հասնել մի կետի, երբ որ Հայաստանի Հանրապետության կայունությունը, խաղաղությունը ձեռնտու լինի հարևաններին եւ ձեռնտու լինի աշխարհին եւ սա մեծ իրադարձություն է, որի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Վերադառնանք եւ հիշենք թե ինչ էր ասում ընդդիմություն 2024 թվականին։ Հունվարին ասում էին մարտին է պատերազմ լինելու, մարտին ասում էին հուլիսին է պատերազմ լինելու, հուլիսին ասում էին սեպտեմբերին է պատերազմ լինելու։ Այդ նույն ընթացքում ես տասնյակ անգամ ասում եմ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն եւ եղավ խաղաղություն եւ խաղաղությունը է եւ ներկա է եւ ես այսօր ձեր մոտ եկել եմ խաղաղությամբ, եկել եմ խաղաղությամբ։ Հիմա բայց ուրիշ թեմա է դառել, էլ եմ ասում, երեք գնացել եմ տուն, YouTube-ով ուզում եմ մի բան նայեմ, вообще ոչի բանի հետ կապ չունեցող, որ մի քիչ հանգստանում կտրվեմ։ Մեկ էլ գովազդ է գալիս, հիմա YouTube-ում դա չգիտեմ նկատել է մեկ էլ գովազդ է գալիս, մի կին հայերեն գովազդ, հայաստանյան գովազդ։ Մի կին երկու երեխեք հետ մտնում է մանկապարտեզ, ասում է երեխեքին բերել եմ մանկապարտեզ տեղավորել, մանկապարտեզի տնօրենն էլ ասում է գիտես ինչ սաֆարով երեխեքին եմ ընդունում, ձեր երեխեքին չեմ կարող ընդունել։ Լսեք, երկու բան, մենք Հայաստանում 500 մանկապարտեզ ենք սարքում, 500 մանկապարտեզ։ Այդ նշանակում է, որ Հայաստանում 500 մանկապարտեզ չի եղել, հասկանում եք։ Այդ մարդիկ, որ մանկապարտեզները սեփականաշնորհել են, մանկապարտեզները սարքել են իրենց համար տներ ու սաունաներ, եւ այսօր շուրջ 80 ապօրինի սեփականաշնորհով մանկապարտեզի վերադարձնելու գործընթաց է տեղի ունենում։ Այդ կալուգացիների Սերժա Քոչարանական, բողոքական կլանի մասին է խոսքը։ Այսօր մեզ եկել են, եւ մենք մեր երեխեքի համար մանկապարտեզ ենք կառուցել 500, այսօր մեզ եկել են ինչի մեջ են մեղադրում։ Այդ ես առաջին բանը զրակցասեցներ, որ Սոլովակը նկարահանող տարածող խելագար է, բայց հաջորդին ես հասկացա, որ նա խելագար չի, նա լրտես է, որովհետև ինչպես թելում էին տարիներ միջանցքի թելում, մենք իրենց ասում ենք լսեք, այդ օտար օրակարգերը մի բերեք մեյդան, որովհետև դա օտար հայաստանյան օրակարգ է, իրանք շարունակում են, մի հատ էլ ասում են խոստացել է միջանցքի պրիես, չի տալիս դրա համար էսկալացիա ալնում։ Եվ ուզում են մեր վրա ճնշում գործադրեն, որ մենք միջանցք տրամադրենք, բայց մենք մինչև վերջին վարկյանը կանգնեցինք Հայաստանի պետական շահերի պաշտպանության դիրքերում եւ լուծեցինք այդ հարցը։ Հիմա մեր դեմ բերում 300,000 ադրբեջանցիների թեմա, մենք այդ թեմաները փակել ենք 2024 թվականին, ընդդեմ ոնց ենք փակել ենք հետևյալ կերպ, ասել ենք 500,000 հայը որ Ադրբեջանից դուրս է եկել, մենք վերադարձի թեմա չենք դնում, այդ դուրը փակ ենք պահում, որովհետև դա նույն դուրն է, փախստականների վերադարձի թեման նույն կոնֆլիկտի դուրն է, մենք այդ թեման փակել ենք եւ դրա համար ենք նաեւ ասել, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա չշարունակենք եւ նրանք այսօր
այդ դուրը բացում են խոսելով եւ Ղարաբաղի վերադարձի մասին եւ Ադրբեջանի վերադարձի մասին, բայց դրանք սա անում են որպես լրտեսական գործունեություն, որը պետք է արժանանա գնահատականի։ Այս մարդիկ գործում են Հայաստանի պետական շահերի դեմ, ինչպես են մեկը, բակը երկրորդ համարը հիմա կալանքի տակ է լրտեսության եւ պետական դավաճանության համար եւ դատվելու է, որովհետեւ այնքան ակնհայտ է ազգային ժողովի գաղտնի նիստը փոխանցել է երրորդ երկրներին եւ մի հատ էլ ԲԿ ղեկավարը երբ է անում ի պաշտպանություն պետական դավաճանության, վերջում ասում է դուք պետք է հպարտ լինեք։ Այո, ձեր հպարտության միակ աղբյուրը օտարներին ձեր ծառայությունն է, որովհետև դուք Հայաստանում հպարտություն չունեք, Հայաստանի հպարտությունը ձեր նվաստացումն է, եւ այսօր այս է տեղի ունենում։ Հայաստանի քաղաքացին այո հպարտ է, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հպարտ լինելու պայմաններում դուք ձեզ նվաստ եք զգում։ Եվ ես ուզում եմ որ ինձ բան գնահատեք դուք ժողովուրդ։ Այդ մարդիկ մեկը տարիներ առաջ ասում էր ես միակ տղամարդն եմ, այն մեկը ասում էր ես հզոր ամենակարող եմ, այն մեկը ասում էր որ ես ուժեղ եմ, չգիտեմ ով եմ։ Այդ մարդիկ տարիներ առաջ կարային որոշեին ով որտեղով քայլի, ով ինչ բիզնես անի, ով անի, ով չանի, ով ավտոքշի, ով ինչ արագ, ով ինչ ավտո կարակշի, ինչ ավտո չի կարակշի, այդ մարդիկ նույնիսկ ճակատագրեր կարային որոշեին։ Այսօր այդ մարդիկ ոչ մի բան չեն որոշում, ոչ մի բան չեն որոշում, ով է որոշում այսօր, դուք եք որոշում ժողովուրդ ջան, քաղաքացին է որոշում, եւ այսօր կարևոր է որ քաղաքացին իր ուժը զգա, այդ մարդիկ այսօր ուզում են քաղաքացու ուժը փողով առնեն, որ քաղաքացուն կրկին դարձնեն անուժ եւ անօգնական եւ կրկին հասնել իշխանության եւ թալանեն Հայաստանը։ Ես դրանց թալանող թաթիկները կոտրել եմ եւ 2018 թվականից դրանք ի վիճակի չեն թալանի։ 8 միլիարդ թալանված ստվերում գտնող գումար ես վերադարձել եմ Հայաստանի պետական բյուջե։ Վերադարձել այսօր այդ գումարները իրենց գրպանն են հոսում։ Իրենց գրպանը չի հոսում, ձեր գրպանն է հոսում։ Ոնց է հոսում ձեր գրպանը։ Թոշակների ձևով։ 8 տարի վարչապետ եմ ժողովուրդ, 7 տարբեր որոշումներով անդրադարձել եմ թոշակին։ 7 տարբեր որոշումներով։ Նվազագույն թոշակը երրապատկել ենք մենք։ Երրապատկել ենք 8 տարում 7 անգամ պատկերացնում եք, ես նկատի ունեմ բուն թոշակի բարձրացումը եւ անկամքի կառավարի դեպքում հետ վճարի համակարգը։ Այսինքն այդ 8 տարուց մեկն էլ եղել է կոവിഡ്ի տարին, որ ընդհանրապես ոչ մի բան հնարավոր չէր անել։ Ոնց է հոսում ձեր գրպանը այդ գումարը, առողջության ապահովագրության տեսքով։ Այ սիրելի երիտասարդ մայրիկներ, ձեր երեխեքի մինչև 18 տարեկան երեխեքի առողջապահական նվազագույն կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ձեր 65 պլյուս տարիքի ծնողների նվազագույն առողջապահական կարիքները հոգում է պետական բյուջեն։ Ինչի է տենց ժողովուրդ ջան, ինչի է տենց։ Մի պարզ պատճառով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը սիրում է իր քաղաքացիներին, սիրում է ձեզ բոլորիդ, երեխաներին, ծնողներին, քույրերին, եղբայրներին, եւ այս է, որ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում։ Կան բաներ, որ թվերով կարելի է գումարել, ասել 2 միլիարդ, 1 միլիարդ, 300 միլիոն, 400 միլիոն, բայց կան բաներ, որ թվով հնարավոր չի գնանշել։ Այդ սերն է, պետության սերը քաղաքացու նկատմամբ եւ քաղաքացու սերը պետության նկատմամբ, իշխանության սերը ժողովրդի նկատմամբ եւ ժողովրդի սերը իշխանության նկատմամբ։ Բոլոր գյուղերի երեխեքը տասնյակներով, հարյուրներով գալիս են։ Ինչի են գալիս։ Դուք եք իրանց ասում որ գան։ Չէ, իրոք դուք եք ասում։ Դուք իրան։ Ինչ են գալիս, որովհետև
Դուք կարող ա, մեծերը կարող ա հազար մի պրոբլեմի խնդրի մեջ կենցաղի մեջ պետության եւ կառավարության սերը չզգաք, դուք կարաք չզգաք, բայց երեխեքը զգում են, երեխեքը դրա համար են գալիս, որովհետեւ երեխեքը զգում են իրանց պետության սերը եւ այս տարիքից երեխեքի մեջ մենք սերմանում ենք սերը պետության նկատմամբ, իրանք ավելի ուժեղ քաղաքացի լինելու քան դուք։ Այս է այս պահի ամենակարևոր իմաստը։ Իսկ այդ մարդիկ եկել են ասում են 300,000 ադրբեջանցի։ Իրանք թվում է թե մեզ մեղադրում են այդ թեմայով, իրանք իրականում լրտեսաբար ուզում են բացեն այդ թեման, ուզում են կոնֆլիկտի եւ արմիհեղության նոր էջ բացեն, բայց մենք իրար հետ դա թույլ պետք է չտանք, որովհետեւ պատերազմի երրագլուխ կուսակցությունը պետքա ջախջախվի այս ընտրություններում, բայց ջախջախվի ոչ թե կառավարության առաջ, այլ ժողովրդի առաջ, ձեր առաջ, որովհետեւ նրանք մեր դեմ չեն, նրանք ձեր դեմ են, որովհետեւ մենք ով ենք, մենք ձեր ծառաներն ենք, դուք երբ ուզենաք, իրեք ես էլ շատ կարևոր առանձնահատկություն, դուք երբ ուզենաք, ինձ կարաք փոխեք որպես վարչապետ, երբ ուզենաք, իսկ երբ որ հանկարծ դրանցից մեկը ձեզ խաբելով հայտնվեց վարչապետի պաշտոնին, մանավանդ 18 թվականի հեղափոխության դաս ունենալով, մի տոկոսի շանս ձեզ չեն տա, մի տոկոսի շանս, եւ հետեւաբար մեզ ընտրելով դուք ձեզ եք ընտրում, որովհետեւ մենք ձեզնից մեկն ենք, այսօր նայում են, ասում են արա հələ նայե կարա պրոշկի այտում, հիվանդներ, դուք սովոր եք, ես պրաշկի ուտում եմ, որովհետև Հայաստանի սովորական քաղաքացի եմ։ Այո, ես ուտում եմ, որովհետև երեխեքն են ուտում։ Եվ ասում են, այս ընտրություններում պրաշկի ուտողները պետք է ընտրեն պրաշկի ուտողներին։ Կարտոֆիլ ուտողները պետք է ուտեն կարտոֆիլ ուտողներին։ Եվ այս ընտրություններով եւ հեղափոխությունից հետո այսօր ձեր ժամանակ թոշակառուն նույնիսկ պերաշկի եւ կարտոշկա ուտելու հնարավորություն չուներ, որտեղ 2016 թվին, 18 թվին նվազագույն թոշակով նույնիսկ պերաշկի եւ կարտոշկա մի ամսվա համար մի թոշակառուն չէր կարան։ Դուք թոշակառից գոհանում եք, որ սև իկրայով զղթակվեք։ Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկրայի մեջ։ Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև իկրայի մեջ։ Ժորժան, բայց այս ընտրությունների ամենակարևոր հարցը հետևյալն է։ Մենք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությանը, թե տեր չի կանգնելու խաղաղությանը։ Որովհետև ինչ որ ես միջև հիմա ասցի, կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Իսկ ամենակարևորը խաղաղությանը տեր կանգնել չկանգնելու հարցն է։ Եվ մենք ունենք 9 ամսական խաղաղություն, որ նման է 9 ամսական երեխայի։ Այսօր որ ձեր բոլորի դեմքին որ ժպիտը հայտնվի ժողովուրդ ջան, եկեք խոստովանենք խաղաղության շնորհիվ է, որտեղ 2 տարի մենք զոհ չունենք սահմանին վիրավոր, որովհետև նախկինում հացել ենք ուտում, դժվար էր կուլ գնում, որովհետև անդադ 91 թվից ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ 2025 թվականի առաջին տարին է, որ մենք ոչ զոհ ենք օրացուցային, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Իսկ ոչ օրացուցայինով արդեն 2 տարի մենք սահմանին զոհ չունենք եւ վիրավոր չունենք։
Եվ սա մեծ ձեռքբերում է, եւ այս ձեռքբերմանը պետքա տեր կանգնել, որովհետեւ 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ մի այլ ընդհանրություն նույնպես ունի։ Եթե նրան չխնամենք, նա չի ապրի։ Նրա նկատմամբ խնամք չտանենք, չի ապրի, ժողովուրդ ջան։ Ես ընդհանրապես ասում եմ, այս խաղաղությունը քանդելու համար կես ժամը հերիք է։ Բառացի կես ժամը հերիք է։ Բայց որպեսզի վերադառնանք այս նույն կետին, եւս 30 տարի պետք է ալնելու։ Կես ժամում կարանք քանդենք, բայց վերադառնալու համար եւս 30 տարի է պետք լինելու։ Ասա պատճառը, որ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է առերեսվել, թե ինչու են քվեարկում 16-ին, որտեղ ժողովուրդ ջան, սա պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի, հանուն խաղաղության։ Եվ այս ծարակշիռ մասշտաբային, տեսեք ինչ բառեր է, պետություն, անկախություն, ապագա, խաղաղություն, եւ այս հանգույցի լուծումը շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ, պատկերացնում եք, այս բարդ հանգույցի լուծումը կախված է ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու 18 տարեկան չկաս, չես մասնակցում ընտրություններին, համար այդ մեկ մարդը դու չես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը թող ձեր դարձածնի, ուզում եմ տեսնել այդ մեկ մարդու ձեռքը, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Կամարիսին, Աբովյանին, Կոտայքի մարզին, Ժողովան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետություն, փառք նահատակներին եկեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ, Ժողովուրդ ջան, 3 կարճ հայտարարություն։ Վաղը մայիսի 28-ն է Հանրապետության օրը, եւ այդ օրը պետք է անպայման լինել Հանրապետության հրապարակում։ Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում։ Գիտեք ինչ առիթով, տեղի է ունենալու զորահանդես, որտեղ մենք ձեզ ենք ներկայացնելու այն ամենը, ինչի մասին լռել ենք, համբերատար լռել ենք, 2022 թվականից սկսած մեզ մեղադրել են ամեն ինչ, թե մենք փողերը կերել ենք, թե մենք բանակը քանդել ենք, թե մենք բանակի փողերը տարել ենք Շվեյցարիա, թե մենք Կանադա ենք տուն առել, թե մենք Ֆրանսիա ենք տուն առել, վաղը ձեզ հրավիրում ենք տեսնել այն, ինչի մասին մենք տարիներով լռել ենք։ Հայաստանի Հանրապետության նոր բանակը, ձեր նոր բանակը, որը ստեղծվել է ձեր աջակցության շնորհիվ, եւ դուք վաղը ոչ միայն ամեն տեխնիկան կտեսնեք 5 րոպե 6 րոպե, տեխնիկան գնալու է Տիգրան մեծ պողոտայում, ելնելու է մինչև կեսգիշեր, որովհետև այդտեղ էլ քաղաքացին դեր ունեցավ, որովհետև խոսում էին քաղաքացիներից մեկի հետ, ասեց հա լավ գիտենք ինչ եք անելու, ասում եմ ինչ,
ասում այս մակետներ եք սարքելու, բերեք դեմներով կամերանելու, ֆսցնելով անցնեք, սկի չջոգեն, խափեք էլի։ Ես այդ խոսակցություն շատ ծանր տարա եւ որոշում եմ կայացրել, որ ամբողջ սպառազինությունը շքերթից հետո պետքա Տիգրան մեծ պողոտայում մնա, որպեսզի դուք գաք, տեսնեք, 2 անգամ տեսնեք, 3 անգամ տեսնեք, համոզվեք, ուրախանաք, հպարտանաք եւ գնաք նշելու նոր բանակը։ Այնտեղ դուք տեսնելու եք օտար երկրի արտադրության ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա, բայց նաեւ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, այնինչ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում եւ այդ նմուշների մի մասը արդեն դուրս է եկել միջազգային շուկա եւ զարգացած երկրներին ենք վաճառում մենք հիմա այդ Հայաստանում արտադրված սպառազինությունը եւ տեխնիկան։ Ես համոզված եմ, որ վաղը մեծ եւ տպավորիչ օրենք ունենալու իրար հետ։ Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում։ Հաջորդը այսօր մեր Կոտայքի մարզի եզրափակիչ հավաքը տեղի ունենալու Աբովյանի քաղաքապետարանի հարակից հրապարակում։ Ես հրավիրում եմ մեկ մարդու, ընդամենը մեկ մարդու։ Եվ ով է այդ մեկ մարդը։ Պատիվ է բոլորիդ տեսնել։ Պատիվ է բոլորիդ տեսնել։ Դուք էլ եկեք այստեղ, դուք կարակ լինեք այդ մեկ մարդը։ Ստեղ կարակ լինեք։ Դա եկեք որովհետև համ ելույթ ունենա, համ են նվագելու եմ, ես համար կնվագեմ, վարչապետի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար